Թե մենք գտնվում ենք մշակույթի նախարարի աշխատասենյակում, բայց ամեն դեպքում միևնույն վայրում աշխատասենյակում այսքան գիրք մի քիչ զարմացրեց, ինչ գրք։ Սա մեր խորհրդակցությունների սենյակն է, որտեղ մենք անցկացնում ենք մեր խորհրդակցությունները։ Այս գրքերը վերջին մի քանի տարիների ընթացքում պետական պատվերով եւ պետական աջակցությամբ հրատարակված գրքերի նմուշներն են, մեկական օրինակ։ Այս գրքերից մեր պահեստում արկա է յուրաքանչյուրից 100, 200, 300, 400 հատ, որոնք մնացել են։ Հիմա դուք քիչ առաջ հարցրեցիք, թե ինչու, ինձ էլ է հետաքրքրում, ինչու։ Այդ դրա համար գրքերի օրինակներն եմ ուզել հասկանալու համար, ինչու է այս գիրքը մնացել պահեստում, ինչու չի վաճառվել կամ չի գնացել համապատասխան վայրը, որտեղ սրա կարիքը ունեին։ Եվ սա հասկանալու համար մենք հիմա հանձնաժողով ենք կազմել, ցուցակներով փորձելու ենք հասկանալ, թե որ գրքերը կարելի է նվիրել, որ գրքերը կարելի է վերատեսության ենթարկել, արժեքները նորից ուղարկել գրավաճառ կետեր, որպեսզի բավարար գումար կարողանանք հայթայթել հաջորդ տարվա գրահրատարակության ոլորտին աջակցելու համար։ Թեպետ պետությունը ամեն տարի տրամադրում է, բայց իմ պատկերացմամբ հարկավոր է այդ դրամագլուխը սարքել իսկապես դրամագլուխ եւ այն շատացնել, որպեսզի յուրաքանչյուր տարի պետության տրամադրած դրամագլխի վրա ավելանա նաեւ մեր հավաքած դրամները, մեր այս հրատարակությունից առաջացած դրամները դնել այդ գումարի վրա եւ ավելի շատ աջակցել հրատարակիչներին։ Կարծում եմ կհաջողի, եթե մենք կարողանանք ճիշտ շարժվել, անշուշտ դրա համար հաջորդ տարվա մեջ մենք ստեղծելու ենք երիտասարդների մի թիմ, որոնց աշխատանքը կոչվելու է գրքի մեծածախ առևտրի կենտրոն։ Սա իրականում ոչ թե վաճառքով պետք է զբաղվի այս ընկերությունը, այլ շուկաների հայթայթմամբ, այսինքն մեծածախ վաճառքով եւ ուսումնասիրություններ պետք է կատարել, ինչպես տեղական, միջազգային շուկաների ուսումնասիրություն, նաեւ Սփյուռքի շուկաների ուսումնասիրություն, Սփյուռքը մի քիչ այլ տրամաբանություն ունի, եւ նաեւ պետական պահանջներ։ Եվ այս ամենը գումարելով, համադրելով մենք ձևավորելու ենք այն պատվերը, որը լինելու է հաջորդ տարվա ընթացքում։ Ինչ պատվիրել հրատարակիչներին, ինչ գրականություն, ինչ ժանր, ինչ տարիքային խմբերի համար եւ այլ եւ այլ եւ այլ։ Եվ այդ ուսումնասիրությունը ոչ միայն մեր համար է, այլ նաև հրատարակիչների համար, որովհետև հրատարակիչները հնարավորություն չունեն նման մեծ ուսումնասիրություններ պատվիրելու։ Մենք պետք է օգնենք ոլորտին զարգանալու։ Պարոն Ամիրյան, ընդհանրապես ըստ ազգային գրադարանի վիճակագրության, հանրապետությունում 90-ական թվականներից սկսած մոտ 400 գրադարան է փակվել, այդ թվում ավելի շատ գյուղերում, մարզերում, այնտեղ նույնիսկ գիտեմ, որ թերթեր չեն ստացել, հա։ Միգուցե այս գրքերից նաև մարզերում, մարզերի գրադարաններ։ Անպայման, գիտեք, երբ մենք ձևակերպում էինք գրահրատարակչական ոլորտի խնդիրները, մեզ մոտ մի գաղափար առաջացավ, որը մենք փորձում էինք հնչեցնել որպես կարգախոս։ Համայնքը համայնք չի, եթե չունի գրադարան։ Բայց հետո պարզվեց, որ դա կարող է դառնալ նաև օրենքի ուժ եւ համայնքների մասին օրենքը, որ այսօր շրջանառվում է կառավարությունում, կարծես ներառվում է մեր այդ գաղափարը, այն համայնքը համայնք չի, որը չունի գրադարան։ Եվ համայնքին պարտադրվում է ունենալ գրադարան։ Թեկուզ գյուղապետի սենյակում ինչ որ մի տարածք, որը հնարավորություն կտա մեր ուշադրության պարագայում մեծացնել, զարգացնել եւ դարձնել իսկապես գրադարան։ Իսկ ավելի լուրջ եթե նայելու լինենք, մենք կարծում ենք, որ մարզերում, մարզկենտրոններում անհրաժեշտ է ստեղծել ժամանցի կենտրոններ, գրադարան ժամանցի կենտրոններ, որովհետև այնքան քիչ բան կա անելու մարդկանց համար։ Գոնե գրադարանը, այո, պետք է դառնալ մշակույթի կենտրոն, պետք է դառնա ընթերցասրահ, ժամանցի վայր, որտեղ մարդիկ ընտանիքով կարող են իրենց օրը անցկացնել եւ դոմինանտ լինի այդ ամենում կենտրոնում պահելով գիրքը։ Ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում մենք կկարողանանք հասնել դրան, այստեղ պետք է ներգրավել անշուշտ մասնավորի ներդրումները, պետք է ներգրավել համայնքների ցանկությունը եւ համատեղ ընդհանուր ցանկությամբ եւ աշխատանքով թերևս որոշ ժամանակ անց կհասնենք դրան։ Ձեր նշված գրադարանների փակվելները տեղի ունեցավ այն դեպքում, երբ մշակույթի նախարարության ենթակայության տակ մնացին ընդամենը 10 մարզային գրադարաններ, մնացյալ բոլոր գրադարանները հանձնվեցին ուղակի համայնքներին։ Իսկ համայնքների ղեկավարներին ձեռք էր տալիս փակել գրադարանը եւ տարածքը տրամադրել այլ ավելի շահավետ բիզնես կառույցների, իրենց պատկերացմամբ։ Ես վերջերս մեր մտավորականներից մեկի հետ էի խոսում ու նույն մարզային գյուղական մշակույթի կենտրոններում, հա, ոնց որ իրենք են ասում կուլտուրայի տներում, ասաց մի անգամ հարցրեցի գյուղացիներից մեկին, ասեցի գործում է, ասաց այո գործում է, ասաց ինչ եք անում, ասաց դե հարսանիք մեկ-մեկ հա։ Ես գիտեմ, որ դուք հաճախ եք մարզերում լինում գրեթե ամեն շաբաթ։ Գրեթե ամեն շաբաթ կիրակի, այո։ Ինչ հարցեր են այնտեղ լուծվում։ Ցավալիորեն դեռ ժամանակը չի բավարարում մարզ կենտրոններից բացի գնալ ավելի խորը գյուղեր եւ գյուղական համայնքներ, մարզ կենտրոններում եւս ցավալի է վիճակը, որովհետեւ
կյանքի աշխուժությունը եւ մշակութային աշխուժությունը բավարար մակարդակի վրա չէ։ Մենք այս առումով փորձում ենք հաջորդ տարվա ընթացքում Երևանը մի փոքր պայմանական ասած բեռնաթափել մշակութային այս նորից պայմանական ասած ագրեսիայից, որովհետև Երևանում շատ են մշակութային միջոցառումներ, նույնիսկ երեկո է լինում, որ չես կարողանում կողմնորոշվել ուր գնալ։ Միաժամանակ 7, 8, 10 մշակութային միջոցառում է առաջարկվում մեր մայրաքաղաքի բնակչին։ Պետք է մի փոքր բեռնաթափել։ Եվ այդ բեռնաթափման ծրագրում օրինակ մենք նախատեսել ենք, որ հաջորդ տարի Գյումրիում մենք կունենանք 2 միջազգային փառատոն՝ Դուդուկի միջազգային փառատոնը եւ Երգչախմբային միջազգային փառատոն։ Եվ այսօր туриզմի ֆորում էր, որտեղ մենք առաջարկեցինք նաև զբոսաշրջության զբաղվող գործակալություններին մասնակիցը դառնալ այդ փառատոնի կազմակերպման, օգտագործել հյուրանոցային հնարավորությունները, ռեստորանային հնարավորությունները, ավտոբուսներ տրամադրել եւ այլ։ Այս առումով բեռնաթափելով մշակութային կյանքը Երևանի եւ ուղղորդելով դեպի շրջաններ, ես կարծում եմ, որ հանրապետության մարզային համաչափ զարգացման ծրագրին մենք շատ նպաստ բերած կլինենք։ Թերևս հարցը նաև կհասնի ավելի գյուղական համայնքներին, ժամանակ է պետք մի փոքր։ Իդեպ մեր մշակութային առօրյայի մաս են կազմում նաև նոր նկարահանված ֆիլմերը, տարբեր ֆիլմեր։ Դուք հետևում եք այդ ֆիլմերին հետաքրքիր։ Որոշ ֆիլմերին այո, որոշ ֆիլմերին ոչ, որոշ ֆիլմերի առաջին 10 րոպեից հետո դուրս եմ գալիս դահլիճից։ Այնքան էլ ուրախալի չէ պատկերը, բայց կարծում եմ ունենք այն ինչ ունենք, ավելին չի կարելի ակնկալել, ավելին կակնկալենք, երբ արդեն կինոյի մասին օրենքը ընդունված լինի, ինչը 3 արդեն կառավարությունով անցավ, սպասում ենք հիմա ներկայացնելու ազգային ժողով։ Այդ օրենքը ենթադրում է, որ մենք պետք է ազատենք արտասահմանյան ներդրողներին 20% ավելացված արժեքի հարկից։ Սա նշանակում է բավականին լուրջ համագործակցություն ռուսական կինոարտադրության հետ, լուրջ համագործակցություն չինական կինոարտադրության հետ, հնդկական կինոարտադրության հետ, իրանական կողմի հետ կապ որոշակի պայմանավորվածություն։ Սա նշանակում է, որ կինոդաշտում որոշակի աշխուժություն կլինի, բնականաբար որակի փոփոխություն էլ կունենանք։ Հայաստանյան կինոգործիչները ո՞նց են դեպքում դեմ չեն։ Երեք մտավախություն կար, որ սույն օրենքի միայն արտասահմանյան ներդրումների հարկից ազատելու դեպքում հայաստանյան կինոարտադրողները ստիպված են լինելու որոշ ճանապարհ անցնել, գումարը տանել դուր դրսից բերել ներս, եւ դրա համար մենք ձեռք բերեցինք պայմանավորվածություն, հիմա դիտարկում ենք այդ հարցը, որ առաջիկա 3-ից 5 տարիների ընթացքում եւս տեղական արտադրողը որոշակի հարկային արտոնություններ ունենա, դեռ քննարկման փուլում է։ Մշակութային օջախներից Հայաստանում շատ մշակութային օջախներ տարբեր պատճառներով ոչնչացվեցին։ Օրինակ կարող ենք վերել հստապագրիչների շենքը, Փակշուկան, որ այդքան ժամանակ քննարկման առիթ դարձավ։ Այդ հարցի լուծումը ո՞նց եք տեսնում։ Արդյոք կշարունակվի այդ տենդենսը, թե Որքանով ինձ վստահեցրել են նախարարության համապատասխան բաժինները վերջին տարիներին, այսինքն ձեր նշած դեպքերից հետո ստեղծվել է պատմամշակութային ժառանգության մի ցանկ, որը կարծես թե անձեռնմխելի է, այսինքն չի կարող այլևս նման բան կրկնվել։ Եթե դուք ակնարկում եք երեկվա տպարանի շենքը, ապա դա ընդգրկված չէր պատմամշակութային հուշարձանների շարքում եւ եկեք մի անգամ եւս արձանագրենք, ես մեծացել եմ հենց այդ փողոցում, այդ շենքի հարևանությամբ, չեմ կարծում, որ դա պատմամշակութային արժեք էր։ Դա սեփականատիրոջ ցանկությունն էր։ Եթե ես լինեի սեփականատերը, ես կպահպանեի այդ շենքը, որովհետեւ պարզապես իմ մանկության հիշողությունների հետ էր կապված։ Բայց դա սեփականատիրոջ ցանկությունն է։ Եվ ինչպես ինձ վստահեցնում են, այլևս Երևան քաղաքում նման բան չի կարող կրկնվել, որովհետև հիշյալ դեպքերից հետո կազմվել է ցանկ, որը պետության կողմից պահպանվում է։ Այլ խնդիր, որ մենք բավարար ուշադրություն թերևս չենք հրավիրում այն պատմամշակութային հուշարձաններին, որոնք դեռևս փոքրաթիվ քանակով առկա են։ Բայց մենք այս ամսվա ընթացքում, հաջորդ նոյեմբերի ամսվա ընթացքում Արամ Մանուկյանի տան հետ կապված ուզում ենք հասարակության ուշադրությունը սևեռել այդ տան ուղղությամբ եւ մշակութային մի հետաքրքիր միջոցառում ենք կազմակերպել, կհայտարարենք դրա մասին։ Թերևս նաեւ նման միջոցառումներով պետք է հասարակության ուշադրությունը սևեռել այդ շենքերի վրա, բայց ցավով պետք է արձանագրենք, որ այն ինչ պետք է ուզեինք պահպանել Երևանում, այլևս չկա։ Սիրում եք ընթերցանությամբ զբաղվել ու ձեր նախընտրած հետևից։ Սիրում եմ, ժամանակը չի բավարարում։ Հեղինակներ նախընտրած շատ կա, հիմա փորձում եմ անդրադառնալ այն պիեսներին, որոնք պետք է բեմադրենք 2017 թվականի ընթացքում,
Ես ուզում եմ գոնե առնվազն 4 լավ բյուջեով, մեծ բյուջեով ներկայացումներ ունենանք, որոնք հետաքրքիր կլինեն նաև զբոսաշրջիկներին։ Խոսքը վերաբերում է թե օպերային ներկայացմանը, թե մեր թատերական ներկայացումներին։ Մանավանդ այսօր մենք լայնորեն սկսել ենք համագործակցել IT ոլորտի մասնագետների հետ, իսկ դա ենթադրում է, որ մենք մեր թատերահամերգասրահներում շուտով, չգիտեմ, 17 կամ 18 թվականի ընթացքում կունենանք թարգմանիչ սարքեր, որոնք հնարավոր է, որ տեքստը թարգմանեն որևէ ներկայացման։ Իսկ դա նշանակում է, որ զբոսաշրջության մեջ ներառել նաև թատերահամերգասրահների այցելություն։ Այս առումով անդրադարձել եմ մի քանի պիեսների, թույլ տվեք չբարձրաձայնել, որովհետև քննարկման փուլում է։ 17 թվականին մենք անպայման կունենանք 3-4 շատ լավ կոստյումներով, լավ թանկ ներկայացումներ, հայտնի դերասաններով, որոնք կունենան մեծ մասսայականություն։ Մեր հասարակության մեջ մեծ մասսայականություն կվայելեն։ Դերասաններ Հայաստանից թե։ Այո, հայաստանյան, բայց բավականին հայտնի։ Պարոն Համիդյան, մարդիկ ձեզ շատ բուռն ընդունեցին, շատ սիրով, բայց դա որքան էլ հաճելի է, նաև պարտավորվածությունը ավելի է մեծ։ Չափազանց պարտավորեցնող է եւ նման սիրո եւ բարձր գնահատականի դեպքում ժամանակն է շատ քիչ լինում, ուստի ես փորձում եմ օրվա 24 ժամի մեծ մասը հատկացնել աշխատանքին, որպեսզի կարողանանք բավականին շուտ արդյունք ցույց տալ, իսկ արդյունքները շատ շուտով տեսանելի կլինեն, կարծում եմ։ Դուք առաջին իսկ օրը խոստացաք, որ լինելու եք թափանցիկ։ Ես գրեթե առցանց եմ աշխատում, եթե նկատում եք, on-line եմ աշխատում։ Ամեն բանի մասին տեղեկացնում եմ մեր լրատվական բաժինը եւ բաց ենք բոլոր տեսակի քննարկումների համար։ Որևէ քննադատություն մենք պատրաստ ենք լսելու, քննարկելու եւ վերհանելու այն խնդիրները, ինչի մասին խոսում են։ Բայց ցավոք սրտի մինչ օրս որևէ լրջագույն առաջարկ մենք չենք ստացել։ Մենք լավագույն դեպքում ստանում ենք առաջարկներ արդեն սկսված գործընթացի վերաբերյալ։ Որոշները օգնում են անշուշտ, բայց հիմնականում դա ընդհանրապես ժամանակի կորուստ է։ Շատ պիտի խնդրեի, որ ավելի շահագրգիռ մարդկանց չսպասել մեր արձագանքին, ուղղակիորեն արձագանքել, գալ, ներկայացնել գաղափարները, ուղարկել էլեկտրոնային փոստով։ Մենք անպայման կփորձենք հաշվի առնել բոլոր կարծիքներն ու տեսակետները։ Այդտեղ հեռուստատեսությունն էլ առանձին մշակույթ է։ Դուք էլ երկար տարիներ այդ դաշտում եք աշխատել։ Հեռուստատեսության այսօրվա որակից որքանով եք գոհ։ Ավելի շատ պահանջարկին են հետևում, թե իրենք են առաջարկանում։ Սերիալներով է խեղդված հեռուստատեսությունը, կարելի է ասել։ Դեք գամ վերջից, սերիալը վատ բան չէ, հակառակը, սերիալը շատ լավ բան է եւ այստեղ որակի խնդիր կա, թե ինչ որակի է այդ սերիալը։ Մենք ինչ ենք մատուցում այդ սերիալով։ Մենք կարողանում ենք հայրենասիրության, ազգասիրության այն բարի կենարար հունդերը սերմանել մեր հասարակության մեջ, թե այդ սերիալը խարխլում է բոլոր տեսակի արժեհամակարգերը։ Սրանք մի քիչ տարբեր մոտեցումներ են։ Դուք շատ ճիշտ եք, այստեղ առաջարկի եւ պահանջարկի խնդիր կա, բայց տնտեսագիտության ոսկե կանոնին հեռուստատեսության բիզնեսը չպետք է ենթարկվի։ Հեռուստատեսությունը իր առաջարկով պետք է ձևավորի հանրության մոտ պահանջարկ հայրենասիրության, պահանջարկ մարդասիրության, պահանջարկ մեր ազգային երկերաշտության, ազգային մտածողության, մեր հայրենիքի հանդեպ սիրո եւ այդ առաջարկով ձևավորելու խնդիրը այսօր նաեւ մշակույթի նախարարության ուսերին է։ Մենք մեր ուսերին ենք վերցրել, որպեսզի կարողանանք հեռուստաընկերություններին պատվիրելով ազգային ժողովրդական երկերաշտության փառատոններ, մրցույթներ, համերգներ, ինչու՞ չէ նաեւ սերիալներ մեր ազգային հերոսների մասին, որը կստեղծի որոշակի պահանջարկ հասարակության մոտ եւ հեռուստաընկերությունները ստիպված կլինեն մեր արտադրանքի հետ մրցակցել եւ որակական փոփոխությունների ենթարկել իրենց մտածողությունը, որակական փոփոխությունների ենթարկել։ Կարծում եմ նման պատվերները օգնելու են հեռուստադաշտի կայացման համար։ Շուտով։ Ժամանակ է պետք մի քիչ։ Ամեն ինչ միանգամից չի լինում։ Երեք օրինակ Երկիր մեդիա հեռուստաընկերության հետ մենք քննարկել ենք մեր բանակում ռազմահայրենասիրական երգերի ուսուցման եւ որոշակի հումորային մատուցման հաղորդման մասին, որը կլինի 17 թվականին։ Շանթ հեռուստատեսության հետ ունենք նախնական պայմանավորվածություն, հանրային հեռուստատեսության հետ ունենք պայմանավորվածություն։ Շատ շուտով մենք կփորձենք մեր ձևավորած պահանջարկով հասարակության մեջ ձևավորել պահանջարկ։ Ծնունդով Երևանից եք։ Որտեղ եք մեծացել։ Հենց ձեր ասած քանդված տպարանի հարևանությամբ եմ մեծացել, ապրել եմ ամբողջ կյանքս այդ տարածքում։ Իրեք Երևանի հետ կապված հիմա մենք շատ հաճախ խանգարում ենք ձեր երիտասարդ սերնդին սիրելու մեր քաղաքը։
Մենք հաճախ փորձում ենք ասել, այ մեր ժամանակ Երևանը այսպիսին էր, այնպիսին էր, իմ խորին համոզմամբ Երևանը այսօր ավելի լավն է։ Մենք չպիտի խանգարենք ձեզ սիրելու քաղաքը, որովհետև երբ որ մենք ասում ենք մեր ժամանակվա երգերը, մեր ժամանակվա քաղաքը, մեր մարդկային հարաբերությունները, ձեզ հնարավորություն չենք տալիս սիրելու քաղաքը, դուք ստիպված սկսում եք ձեր հայացքն ուղղել դեպի օտարություն, դեպի արևմուտք, արևելք։ Ես կարծում եմ, որ մենք պետք է օգնենք ձեզ սիրելու քաղաքը, մեր հայրենիքը։ Ինչպես օգնել, մշակույթով նաև օգնել։ 2 օր առաջ ես ստեղծագործական միությունների ղեկավարների հետ էի հանդիպում եւ կոմպոզիտորների միության նախագահ իմ շատ սիրելի բարեկամ Արամ Սաթյանի հետ մենք պայմանավորվեցինք, որ շատ շուտով պետք է ստեղծենք քաղաքային երգերի շարք։ Երգեր, որոնք գովերգում են Երևանը, որոնք գովերգում են մեր ընտանիքը, մեր ընկերներին, մեր սեղանակիցներին, չունենալով այս երգերը, մեր հասարակությունը իր հայացքը ուղղում է դեպի, այսպես ասած, ռաբիզ երաժշտությունը։ Եվ համաձայնեք ինձ հետ, որ մենք վերջին տարիներին կոտրեցինք նաև էստրադայի ողնաշարը։ Եվ էստրադայում հանդես եկող հրաշալի երգիչներ, փառահեղ երգիչներ այսօր երգում են ռաբիզում։ Այսօր երգում են հարսանիքներում անհասկանալի երգեր, անհասկանալի լադերի մեջ եւ ոչ հայկական։ Մենք պետք է վերականգնենք եւ էստրադան, պետք է վերականգնենք եւ քաղաքային երգերը, եւ այդ քաղաքային երգերով կարողանանք ստեղծել տրամադրություն։ Դերևս ռադիոյում եղած ժամանակ ես փորձեցի մեր խմբագիրների միջոցով վերհանել Երևան քաղաքին նվիրված գրեթե բոլոր երգերը։ 1000-ից ավելի երգեր կային, 1000-ից ավելի, որոնք գովերգում էին այն Երևանը, որը այսօր գոյություն չունի։ Այսինքն այսօրվա Երևանը գովերգող երգեր մենք գրեթե չունենք, 1-2 հատ կա։ Օրինակ նախկին երգերում գովերգվում է Նորքի բարդին են նազում, կեչին է սազում, Նորքում չկա ոչ բարդի, ոչ կեչի։ Եվ այլ նմանատիպ երգեր։ Այսինքն պետք է վերատեսության ենթարկել այդ երգերը, ստեղծել նոր երգեր, որը գովերգում է այսօրվա մեր Երևանը։ Երգահանները միգուցե հիմա ավելի պրիմիտիվ են մտածում։ Չեմ կարողանում որակել։ Երգերի բառերը անհասկանալի, ընդհանրապես ինչի մասին են երգում։ Համաձայն եմ։ Եվ դրա համար այստեղ գալիս է հենց մշակույթի նախարարության դերակատարությունը, որ մենք պետք է պատվիրենք եւ մենք պատվիրում ենք նման երգեր, որոնք մտնել մեր կյանք, մեր իրականություն եւ ձեր երիտասարդ ծերնդի մոտ արթնացնեն այն թրթիռը, այն սիրո զգացողությունը, որ ժամանակին մենք ունեցել ենք մեր քաղաքի հանդեպ։ Այլ ոչ թե խանգարենք մեր նախկին հիշողություններով, խանգարենք ես սիրելու մեր մայրաքաղաքը, մեր հայրենիքը։ Երբ նշանակվեցիք նախարար, հարցերից մեկին թե ինչպես գնացիք տուն, ինչպես ձեր կինը դիմավորեց ձեզ, դուք նշեցիք, որ ծաղիկներով գնացիք, շշնջացիք, մի խոսքով որոշ խոսակցությունների առիթ դարձավ Facebook-ում։ Շատերը կարելի ասել նույնիսկ չափնանցան, հա։ Ո՞նց եք վերաբերվում։ Դա հենց խոսում է այն մասին, որ մշակույթի նախարարությունը բավական անելիք ունի մեր հասարակության մեջ այդ ցինիզմը, այսպես ասած, վերացնելու համար, որովհետև մենք թերևս բավարար կրթություն չենք տալիս մեր հասարակությանը, բավարար գեղագիտական կրթություն չենք տալիս։ Եվ հումորը շատ լավ է, բայց եթե այն վերածվում է ցինիզմի, այն սկսում է դադարել մշակութային շրջանակներից դուրս գալ եւ դադարել լինել մեր իրականության մի մաս։ Ես չեմ կարծում, որ նման ցինիզմով մեր հասարակությունը ինչ որտեղ կհասնի։ Դրա համար մենք պետք է մեր մշակութային ծրագրերով, հենց մեր առաքելությամբ կրթենք մեր հասարակությանը եւ դարձնենք այն արժանավորը, ինչին մենք արժանի ենք, ինչը որ եղել է մեր հասարակությունը։ Պարզապես տարիների ընթացքում թերևս այս ազատությունը, այն սահմանները չկարողացավ գծել եւ սահմաններից դուրս եկավ մեր հասարակության մոտ այդ ինքնաարտահայտվելու զգացողությունը։ Ոչինչ ժամանակի ընթացքում կկրթենք, կդաստիարակենք եւ կունենանք այն հասարակությունը, որը կոչվում է հենց մեր երազած հասարակությունը։ Ես ժամանակ չունեմ ոչ բարկանալու, ոչ տխրելու, ոչ էլ սեթևեթելու։ Ժամանակը շատ կարճ է, պետք է աշխատանք ցույց տալ, ժամանակը քիչ է, արդյունք ցույց տալու համար։ Հիմա ամբողջ իմ ժամանակը նվիրված է նախարարության աշխատանքին եւ ոլորտը կարգավորելու աշխատանքին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։